Ողջույն ձեզ, եկեք Աստվածաշնչից մի լավ բան ընթերցեմ լսեք։ Կարդում ենք Ղուկասի ավետարան 12-րդ գլուխ 8-ից 31-րդ խոսքերը։ Ասում եմ ձեզ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, մարդու որդին էլ նրանք խոստովանի Աստծու հրեշտակների առաջ, եւ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։ Նա ով մարդու որդու դեմ բան ասի, կներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի։ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք պատասխանելու, կամ ինչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել։ Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»։ Նա էլ ասաց նրան. «Մարդ, ով ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։ Եվ նրանց ասաց. «Տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտը առատ պտուղ տվեց։ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. «Ինչ անեմ, տեղ չունեմ, որ իմ պտուղները այնտեղ հավաքեմ»։ Եվ ասաց. «Այս կանեմ, իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ, եւ իմ ամբողջ բերքն ու բարիքները այնտեղ կամբարեմ, եւ ինքս ինձ կասեմ. ով մարդ, շատ տարիների համար ամբարած բազում բարիքներ ունես, հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր»։ Բայց Աստված նրան ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու»։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծով չէ հարուստ։ Իր աշակերտներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ եք հագնելու։ Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ հագուստից։ Նայեք ագռավներին, որ ոչ ցանում են, ոչ էլ հնձում, որոնք ոչ շտեմարաններ ունեն, ոչ էլ ամբարներ, եւ Աստված կերակրում է նրանց։ Դուք թռչուններից որքան առավել արժեք ունեք, ձեզանից ով կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ Արդ, եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչու եք ուրիշ բաների համար հոգս անում։ Նայեք շուշաններին, ինչպես են մեծանում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ, Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։ Իսկ եթե Աստված այդպես հագցնում է հանդիխոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքան առավել ձեզ, թերահավատներ, եւ դուք մի փնտրեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, եւ մի անհանգստացեք, որովհետեւ այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։ Սակայն Աստծու արքայությունը փնտրեք, եւ այդ բոլորը ավելիով ձեզ կտրվի։